8 թվից բոլորիս խափելով անընդմեջ փաշողլու գործողությունները եղել է խափելով։ Ինչպես եւ պատերազմի օրերին հաղթելու ենք խափելով։ Իրանց կարգախոսն խափելով, ժողովուրդ ջան։ Այս խափկանքի մեջ ապրելով հայազգ, խնդրանքս բոլորին, կոչ եմ անում բոլորին։ Անկախ կուսակցություններից, անկախ մեկը մյուսի հետ անձնավորություններից խնդիր ունենալուց։ Հելեք համախմբվենք, պայքարենք մեր երկրի, մեր հողու ջրի համար։ Քանի այդում ենք կործանվում ենք։ Այս երկրում էլ սրբազան չմնաց, էլ քահանա չմնաց, էլ ընդդիմադիր падգամավոր չմնաց։ Բոլորի հանդեպ ոտնձգությունն է ոստիկանության կողմից։ Այսօրվա ոստիկանությունն էլ տենում ենք ոնց են ծառայում։ Փողը տուր, կալանավորի։ Նույնը դատավորներն են աշխատում այդ ուղղությամբ։ Լավ իշքան։ Ինչպես եք մեկնաբանում պարոն Ղուկասյանին թաքուն տանելը։ Թաքուն բաները։ Այս թաքուն տանելը։ Նիկոլի հերթական կապիկությունն է։ Նիկոլ Փաշողլու հերթական կապիկությունն է։ Նիկոլ Փաշողլին իր ոհմակով ուրիշ բանի ունակ չի։ Մտածում էր այս անգամ ժողովրդի եւս չեն թողնի որ տանեն։ Այո, ինչպես միշտ, այո, բայց այս անգամ ռեալ եմ ասում, կտեսնեն մնացած մեր հետագա քայլերը, որ այսքան ժամանակ լուր ենք մնացել, բայց չունենք էլ տարբերակ լուր մնալու, չունենք էլ տարբերակ չպայքարելու։ Ինչ եք պատրաստվում։ Ամեն ինչի ունակ եմ, միայն այսօրվա իշխանությունը հեռանա այս երկրից։ Ամեն ինչի պատրաստ եմ, ամեն ինչի։ Ես եկել եմ ասել, ես պատրաստ եմ, այդ ոնց որ իրանք ասում էին, որ այսօրվա իշխանությունը, այսօրվա այդ ժողովուրդը, որ հավաքվում են, պայքարում են մեկը մյուսի հետ, ինչ որ այնտեղ ինչ մեջբերում էին արել։ Տերորիստ, այո, ես տերորիստ եմ։ Ես նիկոլականների տերորիստն եմ, մեծ սիրով ընդունում եմ այդ հոդվածը։ Ես հաշվակ, հեսա ձեզ էլ է տանելու։ Իմ համար տարբերություն չկա, ոնց մնացածը նենց ես թքած ունեմ այսօրվա իշխանության վրա։ Ամենայն հարգանքով։